Դուք հայտնի ֆուտբոլիստ եք, բոլորը ձեզ հրաշալի ապագա են խոստանում, ունեք նաև ընկերուհի, կին, որին սիրում եք, բայց այնպես է ստացվել, որ բնությունը սովորականից շատ է կտացրել ձեզ սիրո տեսքով։ Ու արդյունքում դուք չեք նկատում, թե ոնց է ձեր սիրո առարկան իր փոքրիկ գեղեցիկ քիթիկը խոթում ձեր գործերին, անելով բաներ, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա։ Այդպիսի բազում դեպքերից համաշխարհային ֆուտբոլից առանձնացրել ենք մի քանիսը, դիմավորեք մեր առաջին նետահարվածին։ Ալեքսանդր Զինչենկոն Մանչեսթեր Սիթիում խաղալու տարիներին վայելում էր Պեպ Գուարդիոլայի ամբողջ վստահությունը, չնայած իր ժամանակների լավագույն պաշտպաններից չէր համարվում։ 2019-20 մրցաշրջանում Մանչեսթեր Սիթին դուրս էր գալիս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Լիոնի Օլիմպիկին։ Դե ֆուտբոլ է, մի օր ախտում ես, մի օր պարտվում, մտածում էին բոլորը, մինչև որ ուկրաինացի ֆուտբոլիստի կինը Կարա Սեդան որոշեց իր կարծիքն արտահայտել խաղի մասին։ Գուցե իրավունք չունեմ սա ասել, գուցե Ալեքսանդրը ինձ պատժի սրա համար, բայց այդ ձախողման համար Գուարդիոլան է մեղավոր, նրա ընտրած կազմն ու տակտիկան ճիշտ չէին։ Զգում եք, երկու անգամ գիտակցում է, որ ինչ որ բան այն չի անում, բայց միևնույնն է, դա նրան չի կանգնացնում։ Իհարկե աղջիկը լրագրող է ու գուցե իր գործն է արել, բայց հաշվի առնելով, որ այդ թիմում խաղում է իր մարդը, կարելի էր մի հատ մի բերան քննարկել, ոչ թե փալասի տեղ դնել նրան։ Արդյունքում Զինչենկոն ներողություն է խնդրել թիմակիցներից ու ասել, որ չի կիսում կնոջ կարծիքը։ Ես հասկանում եմ, որ նա նման բան չպետք է աներ, բայց դա համ աղջիկը, համ լրագրող ու գործն է անում իր, փորձել է օգնել, նա Սիթիի մեծ երկրպագու է։ Ասել, որ հենց այս դեպքի պատճառով Զինչենկոին ուղարկեցին Արսենալ, մի քիչ սխալ կլինի, բայց կարծում եմ իր առյուծի բաժինն ունեցել է։ Զինչենկոյի դեպքից ավելի շուտ նման մի պատմություն է եղել ֆրանսիացի ֆուտբոլիստ Սամիր Նասրիի հետ։ Նա 2012-ին խաղում էր Մանչեսթեր Սիթիում ու թիմի հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Չնայած այդ հաջողությունների, Դիդիե Դեշամը Նասիրին չվերցրեց ազգային թիմ Եվրոյին մասնակցելու, ինչը հուրնից հանել էր ֆուտբոլիստի ընկերուհի Անարա Աթանեսին։ Նա էլ առանց երկար բարակ մտածելու վերցնում ու գրում է. Fuck France, fuck Դեշամ, ինչպիսի հետույքային եւ կարծելով, որ դա բավական նկատելի չի լինի, նա կրկնում է, բայց արդեն մեծատառերով։ Դրանից հետո ազգային թիմի դռները հավերժ փակվեցին Սամիրի առաջ։ Շատերը կարծում են, որ հենց այդ իրադարձությունն է պատճառ դարձել, որ Սամիր Նասրիի կարիերան սրընթաց արագությամբ իջավ անդունդը։ 1998 թվականին աշխարհի առաջնության եզրափակչում Բրազիլիայի դարպասը գրաված ֆուտբոլիստի կարիերան հավանաբար պետք է սրընթաց վերել կապրեր։ Հավանաբար, քանի որ Էմանուել Պետիի կինը խառնվեց նրա կարիերային ու պատմության անիվը սխալ ուղղությամբ պտտվեց։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս պատմել է, որ 2001 թվականին Բարսելոնա տեղափոխությունը կնոջ պատճառով էր։ Ես միշտ հավանել եմ Բարսելոնան ու Ռեալ Մադրիդը, դրանք պատմության մեծագույն ակումբներն են, սակայն միանշանակ պետք է մնայի Արսենալում, ասել է Պետիտը, ընդգծելով, որ Լոնդոնից հեռանալը նրա կարիերայի մեծագույն սխալն էր։ Իհարկե, ըստ ֆուտբոլիստի կային նաև սպորտային պատճառներ, առաջին հերթին Չեմպիոնների լիգան հաղթելը, բայց առաջնային դերում է եղել կնոջ ցանկությունը, քանի որ նա հոգնել էր լոնդոնյան անձրևոտ եղանակից եւ ցանկանում էր իսպանական արևը վայելել։ Ֆուտբոլիստը հենց 2000 թվականին էր ամուսնացել ֆրանսիացի դերասանուհի Ագաթա դե լա Ֆոնտենի հետ, իսկ բաժանվել է 2002-ին։ Այնպիսի տպավորություն էր, որ աղջիկը ամուսնացել է նրան կարիերան զուտ կործանելու համար։ Բարսելոնայում Պետիտը անցկացնում է ընդամենը 1 տարի, այն էլ ուղեկցվում է վնասվածքներով։ Հետո լինում է Չելսին եւ այլ ակումբներ։ Կնոջ պատճառով կործանեց կարիերան, այնինչ կարող էր մնալ Լոնդոնում եւ վայելել Արսեն Վենգերի անաղարտ սերը։ Դպրոցական տարիքում շատ էինք ձևացնում, թե լավ չենք զգում, որ ազատվենք դասերից, բայց իրականում ցանկանում էինք գնալ եւ տարբեր խաղեր խաղալ։
Մանկական չարաճճիություններ։ Նման մի դեպք էլ տեղի է ունեցել Սեզար Ազիզի հետ։ 2016 թվականին նա Գալաթասարայի առաջատար ֆուտբոլիստներից էր։ Մեկամսյա արձակուրդից հետո, երբ ընդամենը մեկ խաղ էր մնում անցկացնելու, Ազիզը խնդրում է իրեն բաց թողնել, քանի որ փորը լավ չէր, թունավորվել էր։ Ղեկավարությունը ըմբռնումով է մոտենում եւ բաց է թողնում ֆուտբոլիստին, սակայն իրականում նա ցանկանում էր միանալ կնոջը ու կայֆեր վայելել Մալդիվներում։ Ամեն ինչ հարթ կանցներ, եթե չլիներ կնոջ ցուցամոլությունը։ Աղջիկը վերցնում ու ստորիներ է բաշխում ամբողջ Instagram-ում, թե բա նայեք, մենք կայֆերի մեջ ենք, որտեղ երևում է իհարկե նաև ֆուտբոլիստը, ամեն ինչ բացահայտվում է ու նա ստիպված պետք է ներողություն խնդրեր ակումբից, թիմակիցներից, ինչը իհարկե չապահովեց նրա կարիերայի աճը։ Դրանից հետո եղան շատ տարբեր ակումբներ, վարձավճարներ ու կարիերայի անկում։ Անդրեյ Շևչենկոն Միլանում ուներ ամեն ինչ՝ փառք, սեր, նվաճել էր ոսկե գնդակը, երկրպագուները ուղղակի պաշտում էին նրա։ Սակայն 2008 թվականին գործին խառնվում է Շևայի կինը, որը համոզում է կամ ստիպում տեղափոխվել Լոնդոն։ Չելսին նրա համար պատրաստ էր վճարել 50 միլիոն եվրո։ Ուկրաինացու կինը բրիտանացի մոդել Կրիստիան Պազիկն էր։ Լոնդոն տեղափոխվելու նրա գլխավոր շարժառիթը երեխաներին արիստոկրատ միջավայրում մեծացնելն էր։ Պազիկը շատ մեծ ազդեցություն ուներ Շևայի վրա։ Այդ մասին եւ Անչելոտին եւ Մոուրինյոն գրեթե նույնությամբ են արտահայտվել, նշելով, որ նրանց տանը կինն էր որոշումներ կայացնում։ Լոնդոն տեղափոխվելուց հետո սկսվեց Շևայի կարիերայի անկումը, այնինչ կարող էր մնալ Միլանում եւ զարգացնել հաջողությունը։ Իկարդիի եւ նրա կնոջ մասնակցությամբ պատմություններից կարելի է կինո նկարել 18+ մոտիվներով։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նարան բաժանվեց Արգենտինայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսից, որ միանա Իկարդիին։ Այս փաստը շատ մեծ արձագանք գտավ ամբողջ Արգենտինայում եւ ազգային հավաքականում։ Ասում են անձամբ Մեսին արգելել է, որ Իկարդիին վերցնեն հավաքական այս միջադեպի պատճառով։ Չնայած այդ ամենի, ֆուտբոլիստը շատ լավ էր իրեն դրսևորում խաղադաշտում։ 25 տարեկանում Ինտերի կազմում արդեն 2 տիտղոս ուներ, մեկ անգամ էլ Ասերիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել։ Ամենածաղկուն շրջանում, երբ նրանով հետաքրքրվում էին եվրոպական շատ գրանդ ակումբներ, գործին խառնվում է Նարան, որը դարձել էր Իկարդիի գործակալը նաև։ Նրա վառած բանակցությունների պատճառով տրանսֆերային պատուհանի ընդཐུպ մինչև վերջին օրը Իկարդին այդպես էլ չէր կարողանում իր համար նոր ակումբ գտնել։ Արդյունքում մեկ տարվա ընթացքում Իկարդին ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկից դարձավ, մեկը ում համար նոր ակումբ գտնելը գրեթե անհնար էր։ Վերջապես 2019 թվականին ստացվում է նրան տեղափոխվել Paris Saint-Germain, որտեղ նրա ելույթները մեղմ ասած գոհացուցիչ չէին։ Իսկ դուք կուզեիք լինել թույն ֆուտբոլիստ ու զուգահեռ դրան հանդիպեիք ակումբի նախագահի աղջկա հետ։ Միշտ ապեք համաձայնել, քանի որ փաստ չի, որ այդ դեպքում ձեր կարիերան կզարգանա այնպես, ինչպես կուզեիք։ Ալեսանդրո Պատոն 2007 թվականին եկավ Միլան որպես հերթական բրազիլացի գոլահար, նրան համեմատում էին Ռոնալդոյի հետ։ Առաջին 3 տարվա ընթացքում ամեն ինչ լավ էր ընթանում։ Ֆուտբոլիստը ամեն տարի մոտ 15 գոլի հեղինակ էր դառնում, վայելում երկրպագուների սերը։ Մինչև որ սկսեց հանդիպել ակումբի սեփականատիրոջ Սիլվիո Բերլուսկոնիի դստեր Բարբարա Բերլուսկոնիի հետ։ Չնայած ամեն առիթով նշվում էր, որ Պատոն չունի ոչ մի առավելություն մնացած ֆուտբոլիստների հանդեպ, բայց միևնույնն է դա իր գործը արեց։ Դրան զուգահեռ սկսեցին վատ ելույթները ու արդյունքում Պատոն սկսեց կարիերայի վայրեջք ունենալ ամենաանհարմար պահին։ Արդյունքում բաժանվեց տնօրեն կնոջից ու վերադարձավ հայրենիք։ Նա նույնպես չդարձավ Ռոնալդո Նազարիո, ինչպես բոլորը կարծում էին։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընթացքում եւ դրանից հետո Ադիլ Ռամին համարվում էր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը։ Բայց ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ կլինի նրա հետ աշխարհի առաջնությունից հետո։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդիպում էր հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնի հետ։ Նրանց միջև տարիքային տարբերությունը 20 տարի էր, բայց դա ոչինչ։ Ամենազարմանալին աշխարհի առաջնությունից հետո էր։ Ռամին Մարսելի Օլիմպիկի մի քանի մարզումներ բաց է թողնում ընտանեկան
բնական պատճառներով։ Սակայն հետո պարզ դարձավ, որ Պամելայի հետ մասնակցում է Fort Boyard հեռուստաշոուին։ Ինչքան պետքա դեբիլ լինես, որ գնաս մասնակցես նման հեռուստաշոուի, կարծելով, որ ոչ ոք չի նկատի։ Արդյունքում թիմը խզում է նրա հետ պայմանագիրը, ֆուտբոլիստը տեղափոխվում է Ֆեներբախչե, բաժանվելով Պամելայից ու Պամելայի պամելաներից։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ սիրային եռանկյունիները ոչ մի լավ տեղ չեն տանում։ Այդպիսի մի իրավիճակ էր ձևավորվել Անգլիայի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ Ջոն Թերի եւ Ուեյն Բրիջի ու այս պատմության գլխավոր մեղավոր Վանեսա Պարանսալի միջև։ Ուեյն Բրիջն ու Վանեսան ամուսնացած էին, իսկ Տերին ձևացնում էր, թե ընտանիքի լավ բարեկամն է։ Ժամանակի ընթացքում Բրիջը որոշակի կասկածներ է ունենում, թե կինը դավաճանում է իրեն լավագույն ընկերոջ հետ, սակայն Թերին հերքում էր ամեն ինչ։ Մի քանի ամիս հետո ամեն ինչ բացահայտվում է, երբ Վանեսան հղիանում է Թերիից։ Թերին այնքան ստոր է լինում, որ հերիք չի ընկերոջ կնոջն է գայթակղում, մի բան էլ այդ ընթացքում ինքը նույնպես ամուսնացած է լինում։ Այս անհամ պատմությունից հետո Բրիջը հեռացավ Անգլիայի հավաքականից ու Չելսիից, որտեղ խաղում էր Թերիի հետ։ Նա տեղափոխվեց Սիթի, որտեղ չկարողացավ ամրապնդվել, հետո մի քանի ակումբ փոխեց ու ավարտեց կարիերան։ Իսկ ահա Թերին շարունակում էր խաղալ հավաքականում, միայն թե էլ ավագը չէր։ Նա դարձել էր ամենաատելի ֆուտբոլիստներից երկրպագուների համար։ Այս պատմությունից հետո էլ նա երկար տարիներ շարունակեց խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում, բայց ով է հիմա հիշում նրան։